ամբալները գոքեր փախել եք մարտադաշտից, հանեք ձեր մասկեցքը։ Հատուկ մշակված քաղաքական տեխնոլոգիա, թե անզուսպորտկում է Նիկոլ Փաշինյանի պահվածքը քարոզարշավի օրերին։ Ցնելու եմ սաղիկ, հատ մասկեքները կոխելու եմ համապատասխան տեղերը։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի համոզմամբ Փաշինյանը որքան էլ փորձում է քաղաքական հատուկ մշակված տեխնոլոգիաների սահմաններում պահել ընտրարշավը, հաճախ անզուսպորտկումներ է ունենում։ Շոքացնել եմ, սատկացնել եմ, կանտացնել եմ, կծացնել եմ, սատկացնել եմ։ Ամեն ինչ չի, որ հաշվարկվում է։ Քաղտեխնոլոգն ասում է, Փաշինյանի անկայուն պահվածքից հասկանում է, որ նախընտրական քարոզարշավը նրա սրտով չի ընթանում։ ՔՊ ղեկավարն անցել է պլան B-ին, փորձում է արժեզրկել, անլրջացնել այն, ինչ սպասվում է հունիսի 7-ին։ Քարոզարշավը վերածելով իշխանություն ընդդիմություն առանց կանոնների լեզվակռվի։ Մարդկանց մոտ, այսպես ասենք, թերահավատություն եւ զզվանք առաջացնի նույնիսկ ընտրություն գաղափարի նկատմամբ եւ մարդիկ փորձեն, այսպես ասենք, այս գորշ գաղճ մթնոլորտից ինչ որ ձևի փախնեն եւ նույնիսկ չմասնակցեն ընտրություններին։ Բայց Փաշինյանի գծած ծրագիրը շեղվում է, երբ նա շրջապատված շոուներ սիրող սեփական քարոզչախմբի անդամներով ստիպված է լինում նայել մարդկանց աչքերին, որոնք նրան դավաճան, հող հանձնող խաբեբա են համարում։ Ուրեմն թուրք են, բոլորը թուրք են։ Ասենք մի 10 հոգի մարդ է հայտնվում իր շրջապատում, ինքը այդ վամպիրի պես, այսպես ասենք, իր համար դա անհրաժեշտ է, ինքը էներգիա է այդտեղից վերցնում, իսկ եթե հանկարծ դա նաև այդ զանգվածը, թեկուզ 10 հոգանոց զանգվածը իրեն քաջալերում է, ասելով, որ ճիշտ ես ասում, պետք է սատկացնել, ջարդել։ Տրանսի մեջ ընկնելով շատ դեպքերում, մանավանդ եթե ինչ-որ մի բան էլ իր նախատեսված սցենարով չի անցնում, ինքը ըստ էության վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ լրիվ կորցնում է։ Դուք փախած լակոտներ եք։ Ամենավառ օրինակը ըստ քաղտեխնոլոգի ՔՊ-ի քարոզարշավն էր Արաբկիրում։ Այդ փախածներ Տեղի ունեցավ ըստ էության քաղաքակրթական հակամարտություն։ Տենց էլ ես հասնելու եմ մի զույգ բոթասի մակարդակի։ Փաշինյանին հունից հանում են հատկապես Արցախի կորստի, Հայաստանի որոշ տարածքներ հանձնելու ու 5000 զոհի մասին հիշեցումները։ Դուք պետք է բացատրություն տաք ինչի եք կենթանի, որ մի հատ էլ ասում եք 5000 զոհ։ Փաստեր, որոնք որքան էլ 1000 անգամ հրապարակային արդարացրած լինի Փաշինյանը, տանջում են նրան ու անդառնալիորեն գրված են նրա քաղաքական կենսագրության մեջ, նկատում է քաղտեխնոլոգը։ Օսիպյան ասում է դու պետք է ինձ դու ով ես արա։ Դու ով ես, որ ես քեզ պետք է իմանամ։ Ինքը ամենալավն է հասկանում, որ անկախ նրանից, թե ինքը իր, ասենք, թե պատվերով գրչակները կամ այն որ հետո պատմություն կարող է գրեն, եթե իհարկե դրան հասցեն, ինչ են գրելու իր դերի մասին, ինքը պատմության մեջ մնում է մի մարդ, որը որ ըստ էության պարտվել է խաղաղությունը, հետո պարտվել է պատերազմը, հիմա հետո նորից պարտվել է պարտադրված խաղաղությունը։ Քարոզարշավը իր ուզածուն վերադարձնելու համար է Փաշինյանը վերաակտիվացնում արցախցի հայաստանցի խոսույթը, փորձելով ինչ-որ զանգվածի կենտրոնացնել իր շուրջ։ Դա պահուստային թեմաներից է, ընտրողների ուշադրությունը ընտրական օրակարգից շեղելու համար։ Կա պլանավորված թեմա, որ եթե իրավիճակը ծայրահեղ վատանում է, եւ եթե զգում է, որ իշխանության հարց է դրված, իշխանության կորցնելու իրական վտանգ կա, իսկ հիմա կարծում եմ ինքը դա զգում է բոլոր առումներով եւ փողոցում եւ սոցիոլոգիական իրեն մատուցվող հարցումներով, միայն իրեն հատուկ տրվող հարցումներով ինքը դա զգում է, ինքը պլանավորել էր, որ այդ պարագայում ինքը փորձելու է արցախցի հայաստանցի թեման վերակենդանացնի։ Քաղտեխնոլոգին ոչ զարմացրել, ոչ էլ հետաքրքրել է համացանցում տարածված անհայտ ծագման տեսանյութը, որտեղ արցախյան բարբառով սպառնում էին Փաշինյանին։ Հակոբյանի խոսքով պատմության այդպիսի բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ իշխանությունն զգալով, որ հողը ոտքերի տակից փախչում է, իր դեմ ծրագրվող մահափորձերի կամ ահաբեկչության մասին կեղծ լուրեր է տարածում։ Օրվա իշխանությունները, երբ ասենք խնդրեմ են ունենում իշխանության վերարտադրման հետ, սկսվում է այդ բաները, բեմականացումները չհաջողված մահափորձերի, պետական հեղաշրջումների։ Հակոբյանը նկատում է, դա սովորական անգամ պարզունակ տեխնոլոգիա է։ Փաշինյանի թիմից իր խոսքով առավել կրեատիվ մանիպուլյացիաներ է սպասում։ Լիլիթ Սարգսյան, Նուրայր Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։